Գլուխ 78 Թե ինչպես Աշոտը կկառավարեր գյուղը, եթե… Սարգիսը իր խոշոր գլուխը օջախի վրա հակած մտածում էր. որքան նա մերվում էր կոլեկտիվի հետ, այնքան դառնում էր լռակյաց և մտախոհ: Նա գլուխը վեր բարձրացրեց և անսպասելի հարց տվեց Աշոտին. որ ազատվենք, գյուղ գնանք, ինչ դիրք բռնեմ իմ հոր հանդեպ: Երևում էր, որ այդ հարցն է տանջում տղային: Ի՞նչ: Ինչպես որ կթելադրի քո պիոներական խիղճը: Իմ խիղճը: Իմ խիղճն ասում է, որ մեղք են մեր գյուղացիք: Կեցցես, լավ ասացիր, ուրախացած բացականչեց Աշոտը: Ուրեմն… Ուրեմն պարզ է, բայց դժվար է, ախր նա իմ հայրն է: Իրոք, ծանրակշիռ հարց է առաջ քաշել Սարգիսը: Ընկերները պիտի դիրքորոշեին նրան: Մինչ նրանցից յուրաքանչյուրն իր մտքում ծանր ու թեթև էր անում իր կարծիքն այդ հարցի մասին, Աշոտը շեշտակի հարցրեց. Պիոների համար ո՞րն է կարևոր, իր անձնական շահը, թե ամբողջ գյուղի շահը: Ես համաձայն եմ այդ վճռի հետ, տեղից կոչեց Շուշիկը: Իսկ դուք ինչ կասեք, հարցրեց Սարգիսը, դիմելով Գագիկին և Հասոյին: Կարծես փրկություն էր որոնում: Դե որ ձեռքը մաքուր չի, թող գնա ուրիշ գործ անի, անհամարձակ կմկմաց Հասուն: Ապա ձայնը բարձրացրեց: Իմ հերը, որ էդպես բան անի, կասեմ չոմբախը դեսը տուր ու հեռացի ֆերմայից: Այդ պատասխանները չպղտորեցին, չվիրավորեցին, ոչ էլ շփոթեցրին Սարգիսին: Դրանք վերջ տվին նրա ներքին պայքարին, վերջ տվին տատանումներին: Օգնեցին նրան կողմնորոշվելու: Եվ նա հստակ ու մաքրված հայացքով նայեց Աշոտի աչքերի մեջ ու ամուր ասաց. լավ: Ուրիշ ոչինչ չասաց Սարգիսը, բայց նրա հայացքը, նրա դեմքի վճռական արտահայտությունը ասում էր ամեն ինչ: Բոլոր նյարդերը լարած նա առաջ էր թեքվել այնպիսի դիրքով, կարծես հայրը անձավի շեմքին էր և նա պատրաստվում էր վեր կենալ և գոչել. բավական է քո պատճառով թուք ու մուր ուտենք: Ընկերների վճիռը և իր սեփական վճիռը նրան հանգստացրին: Քիչ հետո խաղաղ նայում էր Աշոտին: Ինչու գյուղում չէիք ասում: Խելացի խոսք էր: Եվ Աշոտը մտածում էր լուրջ պատասխանի մասին, երբ Գագիկը կիսակատակ վրա բերեց: Ինչու իր ժամանակին չեք ասել: Մեզանից ոչ մեկն էլ տանը ձի չունի, ոնց ասեինք: Ձի: Զարմացավ Սարգիսը: Ձին ինչ գործ ունի իմ տված հարցի հետ: Ձի ու սանձը հենց քո դրած հարցից է կապված: Լսել ես առածը: Ճիշտ խոսողի ձին թամքած պատրաստ պիտի լինի, որ ասելուն պես նստի ու փախչի: Ծիծաղեց և Սարգիսը: Նա այլևս չէր զայրանում Գագիկի կծու կատակների համար: Քանի անգամ էր փորձել այդ տղայի անկեղծությունը: Իսկ Գագիկը դեմքի լուրջ արտահայտությամբ շարունակում էր. Հա, ճիշտ խոսողը պիտի անմիջապես փախչի Հովազաձոր, որ գլուխն ազատի: Դե մենք արդեն Հովազաձորում ենք, այստեղ էլ լռեինք: Հո ոչ ոք չի հասնի այստեղ, որ մեզ պատժի համարձակ խոսքի համար: Դա իհարկե լուրջ պատասխան չի, առարկեց Աշոտը: Ճիշտն այն է, որ եթե գյուղում ասեինք, հակառակ ազդեցություն կունենար քեզ վրա: Այստեղ ուրիշ: Այստեղի պայմաններն այլ են: Այստեղ կոլեկտիվը քո աչքերը բացեց և որոշ պայմաններ օգնեց դրան: Ինքդ գիտես: Հետո կարծում ես գյուղում չէինք խոսում անարդար բաների մասին: Մեզ լռեցնում են, թե դուք դեռ երեխա եք, խելքներդ չի հասնում: Իսկ մեր խելքը հասնում է, մենք ամեն բան տեսնում ենք: Ձայնը բարձրացրեց Աշոտը: Նրա ձախ այտը դողաց և խոշոր աչքերում երևաց ծանոթ փայլը: Թող չկարծեն, թե մենք փոքր ենք, բան չենք հասկանում: Մենք ամեն բան էլ հասկանում ենք: Նա բռունցքները սեղմեց և ատամները կշկշտացնելով շարունակեց: Ախ, շուտ մեծանայինք, էլի: Մենք ուրիշ կերպ կկառավարեինք մեր գյուղը: Իսկապես, ինչ արդար նախագահ կլինի, անցավ Շուշիկի մտքով, որ չէր կարողանում հայացքը կտրել տղայի զայրույթով վառվող աչքերից և դեմքի թեթև դողացող խալերից: Հավանաբար նույն հարցն առաջացել էր նաև մյուս պատանիների մեջ, որովհետև Հասուն պարզամտորեն հարցրեց. Աշոտ, որ մեծանաս, մեր նախագահը դու կլինե՞ս: Ընկերները ծիծաղեցին: Իսկ Աշոտը առանց կեղծ համեստության խոստովանեց. Այո, ես եմ լինելու:
Գյուղատնտեսական կրթություն եմ ստանալու, ետ գամ ու հարութներին ասեմ ղեկը դեսը տվեք։ Այսպես չեն կառավարի ժողովրդին։ Կարծում եք փառքի եմ ձգտում։ Ոչ, ես ուզում եմ օգնել մեր գյուղացիներին, որ նրանք լավ ապրեն, որ անարդար բաներ չտեսնեն ու արյունները չպղտորվի։ Հետաքրքիր է, ինչպես ես կառավարելու գյուղը, պատմիր։ Իր խումար աչքերը չարաճճիորեն փայլեցնելով հեգնախարը հարցրեց Շուշիկը։ Աշոտը բերանը բացեց, որ պատասխանի, բայց նայում էր Գագիկին ու տատանվում։ Կարծում ես նկատողություն եմ անելու, մի վախենա, էն օրը, որ կորար Հովազի անձավում։ Սրտիս կսկծից որոշեցի ազատություն տալ քեզ։ Ճառիր, մատաղ, ճառիր սրտիդ ուզածի չափ, կարոտել եմ դասախոսություններիդ։ Ձեզ չես առնում, Գագիկ։ Չէ, նախագահ Հարութի Ազիզ արևը վկա։ Ասա, հետաքրքիր է, ինչպես կկառավարեիր գյուղը։ Ինչպես։ Ասեմ։ Վերցնենք անասնապահությունը։ Հարութը շրջկոմի աչքին թոզ է փչում միայն թվերով։ Մանր-մունր անասուններ է գնում, միացնում ֆերմային, հետո հաշիվ տալի շրջանին, թե գլխաքանակի պլանը կատարված է։ Հետո դա ֆերման է։ Ես այդ բանին վերջ կտամ։ Մի 500 հեկտար խոտ, եգիպտացորեն ու ճակնդեղ կցանեմ, այնքան կուտացնեմ կովերին, որ գյուղն էլ շրջաններն էլ հեղեղեն կաթով։ Տեսակ ինչ արավ անցյալ տարի, մի գրամ կեր չբաժանեց աշխորերի դիմաց ու արգելեց, որ հանդից մարդիկ իրենց անասունների համար խոտ քաղեն։ Խոտը չորացավ սարերում, նա չթողեց քաղեն։ Բա դա խիղճ չէ։ Ինչու Շուշիկի մայրն իր կովը ծախեց, ինչու մենք ծախեցինք, որովհետև պահելու հնար չկար, ոչ կեր կար, ոչ ուրիշ պայմաններ։ Հետո, բա այդպես ժողովուրդ կապրեցնեն, ասա տո անխելք, քեզնից ինչ է գնում, թող ապրեն էլի։ Սպասիր, Աշոտ, նրա խոսքը կտրեց Սարգիսը։ Դա թող։ Դուք այստեղ շատ եք խոսել մեր կոլխոզի պահեստի ու Երևանում ունեցած խանութի մասին։ Նույնիսկ Գագիկը մի անգամ կատակով ասաց, որ պահեստն ու խանութը մարդկանց փչացնում են։ Դա ճիշտ է, ես այդ գործին ծանոթ եմ։ Դու այն ասա, ո՞նց կանես, որ օրինակ Երևանի մեր խանութը չփչացնի գործակատարին։ Ախր մթերք է, փող է, ինչքան էլ լավ մարդ տնես, քիչ-քիչ կսովորի ուտելը։ Ախ, այդ սրիկա խանութները, որ փչացնում են մեր ազնիվ մարդկանց, գլուխը օրորեց Գագիկը։ Դու լուրջ հարց ես դնում, պատասխանեց Աշոտը։ Իսկ ես գիտես ինչ կանեի։ Վերցնենք գինու վաճառքը։ Յուրաքանչյուր տակառի ճակատին կգրեմ, որ այսքան աստիճանի գինի է սա։ Կբարձեմ մեքենային, կտանեմ Երևանի մեր խանութը, գնորդների կոնֆերանս կհրավիրեմ։ Հավաքվեցին թե չէ, կասեմ ընկերներ, մեր կոլխոզը որոշել է ձեզ, մայրաքաղաքի բնակիչներիդ համար ուղարկել իր գինու ամենալավը։ Ընտրեցեք լիազորներ, որ ամեն անգամ ստուգեն մեր գործակատարին, կընտրեն։ Լիազորներին կհրավիրեմ տակառների մոտ, մի բաժակ անարատ գինի կտամ, կխմեն ու կմնա բերանները բաց։ Այս գինին որտեղից է, կհարցնեն նրանք։ Մեր կոլխոզից։ Բա մինչև հիմա որտեղ էր այս գինին։ Կասեմ, միշտ էլ սրանք են ուղարկել, բայց պահեստապետն ու գործակատարը կնքում էին, հետո վաճառում ձեզ։ Հիմա կասեմ, հսկեցեք, որ ձեզ միշտ այս անարատ գինուց տան։ Թնդությունը 16 աստիճան է։ Այդ տակառի վրա էլ հետևեցեք, որ այդ աստիճանը չջնջի։ Եթե իջնի իսկույն ատ կազմեք եւ ուղարկեցեք ինձ, ես գիտեմ, թե ինչ կանեմ։ Այնքան բաներ կարելի է անել, իսկ ինչու մեր նախագահը չի անում այդ բաները։ Չի անում, որովհետև ձեռնտու չի իրեն։ Նա աչք է փակում գործակատարի զեղծումների առաջ, որովհետև ինքն էլ բաժին ունի այդ հարամ եկամուտից։ Խանութում ասածս կարգը սահմանեց, թե չէ, իր բաժին փափախը կվերանա, պարզ չի։ Նկատել եք, որ մեր գյուղի ոչ մի բանում կարգ ու կանոն չկա, ոչ կալերում, ոչ ֆերմայում, ոչ առևտրում, ինչու չկա։ Որ կարգ լինի, ախր գողանալը կդժվարանա։ Ինչ կուզես ասա, Աշոտ, պահեստը շատ գայթակղեցնող բան է, ես դա իմ փորձով գիտեմ, ասաց ու հանցանքի մեջ բռնվածի նման շիկնեց Սարգիսը։ Դե քանի որ այս երեկո պատմություն անելու հերթն իմն է, թողեք մի պատմություն անեմ մի պահեստի մասին։ Այդ պատմությունից դու կտեսնես, որ պահեստը կարող է գայթակղեցնել միայն թուլակամ եւ ներիր ագահ մարդկանց։ Այս պատմությունը մի օր շատ վառված սրտով իմ հայրը պատմեց։ Շրջկոմի քարտուղարներից մեկը
մեզ հյուր էր եկել, հայրս։ Այստեղ Աշոտը կանգ առավ, տատանվեց, նայեց Սարգսին և ապա ձեռքը թափ տալով շարունակեց. Գուցեև խոսքս տեղ կհասնի, բայց պիտի ասեմ. ճիշտն ասած Սարգիս, հայրս քո հորից գանգատվեց և արավ այս պատմությունը։ Ասաց, սովետական կարգերը նոր էին հաստատվել Երևանում, ինձ էլ քաղաքացիական կռիվը վերջանալուց հետո հենց իմ զեմքով շինելը հագիս պահակ էին նշանակել Երևանի կենտրոնական պահեստի վրա։ Սովեր, տիֆ, հիվանդություններ։ Եվ ղեկավարները, և շարքայիններն աշխատում էին օրական կես ֆունտ սելյոդկայով և 1/4 ֆունտ հացով։ Ասում է, էն ժամանակ աշխատավարձ չկար, բայց կար բարձր ոգևորություն։ Ընկերոջդ համար, ամենքի համար, երկրի համար, այսպես էին մտածում մարդիկ։ Այդ օրերին մի գնացք փնչալով եկավ և կանգ առավ Երևանի կայարանում։ Վագոնները մինչև առաստաղ լիքն էին ալյուրով և շոկոլադով։ Վագոնները դատարկեցին և շոկոլադը սայլերով տեղափոխեցին կենտրոնական պահեստ։ Երբ պահեստի բանվորները մթերքը տեղափոխեցին և գնացին իրենց տները, համոզված էին, որ իրենք էլ բաժին կստանան շոկոլադից։ Այդ ուրախ լուրը նրանք հասցրին իրենց ընտանիքներին։ Եվ երբ մյուս օրը նրանք գնում էին պահեստ աշխատելու, իրենց հետևից լսվում էին իրենց երեխաների ձայնը. «Հայրիկ, շոկոլադ կբերես, չէ՞»։ Մարդիկ այդ օրը ցերեկով աշխատում էին պահեստում, առատության մեջ և շոկոլադի հոտը նրանց խելքամաղ էր անում։ Երևի նրանցից մի քանիսը չդիմանալով այդ հոտին, մտածում էին տուն գնալիս մի կտոր տանեն իրենց երեխաներին, ինչ պիտի երևա որ, եթե ահագին տակառից մի թեյի գդալ ջուր վերցնես։ Բայց հայրս ասում է, այդ անգրագետ մարդկանց մեջ հեղափոխությունն առաջ էր բերել ինչ-որ նոր ավելի բարձր բան, և այդ նորը բարձրը սաստում էր նրանց, թե ո՞ւնց կարելի է, երբ երկրում սով է տիրում, ինչ խղճով պիտի երեխաներիդ շոկոլադ տանես, երբ ուրիշ երեխաներ սովամահ են լինում։ Ու այդ օրը կռիվ էր գնում պահեստի աշխատողների ներսում, ու այդ կռիվն առաջ էր եկել մինչև առաստաղ հասնող շոկոլադի կույտի տեսքից։ Այդ կռվին վերջ տվեց ինքը Հայաստանի պարենավորման ժողովրդական կոմիսար Բեգզադյանը։ Նա եկավ կառքով, իջավ պահեստի դռանը, ներս մտավ և ուրախ ողջունեց։ Շրջեց պահեստում, գոհ մնաց, բայց քանի որ անցած գնացած բան է, ասենք, որ անգամ ժողկոմը անտարբեր չմնաց շոկոլադի տեսքից, քանի որ նա նույնպես շարքային բանվորի չափ սննդի բաժին էր ստանում։ Ճիշտ է, ղեկավար աշխատողներին սկսել էին լրացուցիչ բաժին տալ, բայց պահեստի աշխատողները գիտեին, որ իրենց ժողկոմը տնտեսվարին խնդրել է իր այդ լրացուցիչ բաժինը բաշխել կոմիսարիատների ավելի կարեքավոր շարքային աշխատողներին։ Հայրս պատմում է, որ այն ժամանակ այդպիսի սրտի տեր մարդիկ շատ կային։ Եվ ահա պահեստում է այդպիսի սրտի տեր մի ժողկոմ, հիմիկվա հաշվով մինիստր։ Ընկեր ժողկոմ, գոնե մի կտոր կերեք, խնդրում է պահեստապետը։ Ասում է, ժողկոմը հրաժարվեց և կարգադրեց աշխատակիցների ժողով հրավիրել։ Երբ բոլորը հավաքվեցին, նա բարձրացավ մի արկղի վրա և ասաց. «Ընկերներ, մեր երկիրը որբերի երկիր է։ Ես եկել եմ անձամբ ձեզ խնդրելու, որ ձեռք չտաք պահեստի շոկոլադին։ Ամերիկայի հայերը մեր որբերի համար են ուղարկել», ասաց ու կառք նստեց գնաց։ Ժողովրդական կոմիսարի այդ խոսքը անմիջապես վերջ տվեց մարդկանց ներսում սկսած պայքարին։ Եվ պահեստի 47 աշխատակիցներից ոչ մեկը չտեսավ շոկոլադի համը, և ոչ մեկը մի կտոր չտարավ իր երեխային։ Մարդ էլ որբերի բաժին է կուտի, ասում էին պահեստի աշխատողները։ Իմացա՞ր, թե առաջ ինչ հոգուտեր մարդիկ են աշխատել մեր պահեստներում, իսկ դու ասում ես, թե պահեստը գայթակղեցնում է մարդկանց։ Նայած ինչպիսի մարդկանց։ Հիմա մեր գյուղում ազնիվ մարդ քիչ կա։ Շատ կա, բայց ազնիվին այդ տեսակ գործերից հեռու են պահում, ձեռնտու չի։ Ախ, ուրիշ բան չեմ ուզում, շուտ մեծանայինք էլի։ Մենք հարութների պես չէինք կառավարի գյուղը, մենք ուրիշ կերպ կկառավարեինք։ Գլուխ 79 Թե ինչ էր գրում անվանի որսորդ Միրուք Ասատուրը Այգեձորի իր բարեկամներին։ Պարույրին հանգիստ չէին տալիս այն կրակները, որ նա տեսավ գիշերը Հովազաձորի դիմացով անցնելիս։ Այդ տեսիլքից նա չէր կարողանում ազատվել,
Կրակները շողում էին նրա մտքի մեջ ու անհետանում խավար երկնքում երևացող ասուպների նման։ Նրա բնազդը թելադրում էր, թե ինչ-որ բան նշանակում է իր տեսածը, բայց միտքը պղտոր էր, հանելուկը լուծել չէր կարողանում։ Մի գիշեր էր, երբ անկողնում անքում շուռումուռ էր գալիս ու հիշում մեկ շարժվող լույսերը, մեկ լեռներից եկող կատաղի հեղեղը, ինքն իրեն մտմտաց. երբ կորան երեխեքը, նոյեմբերի 7-ին, իսկ հեղեղը երբ երևաց, նոյեմբերի 25-ին, բա երեխեքը ո՞նց կարող էին ընկնել են հեղեղի մեջ, որ պիտի գար 18 օր հետո։ Այս մտքից պարույրի սիրտը թրթռաց, միթե իսկապես իր որդին։ Կնիկ, վեր կաց, գոչեց նա լույսը վառելով։ Ցնդեցիր այ մարդ, նեղացավ կինը։ Ցնդեցի, բա հիմա որ ասեմ դու էլ կցնդես, մեր երեխեն չի խեղդվել։ Եվ նա կնոջը պատմեց այն, ինչ մտածել կշռադատել էր այդ գիշեր։ Հանկարծ հույսը վերածնվեց սգվոր ծնողների սրտում և նրանք մինչև լույս մնացին անքուն, տարված իրենց մտքերով ու ենթադրություններով։ Առավոտյան շուտ իր այդ գյուտի մասին պարույրը հայտնեց բարեկամներին ու հարևաններին, իսկ քիչ անց կորած պատանիների ծնողները հավաքվեցին խորհրդակցության։ Չէր սիրում Արամը պահեստապետ պարույրին, լուրջ մարդ չէր համարում նրան, ուստի և նրա խոսքը լսեց հեգնախառն չարությամբ։ Շատ էր հակառակված նրա հետ, շատ։ Եվ երևի այդ հին հակառակությունից էր, որ դրդեց նրան լսածի մասին խոհեմությամբ մտածելու փոխարեն շպրտել։ Բան ասացիր, գուցե հենց նոյեմբերի 7-ին էլ հեղեղը եղել է, ինչ գիտես։ Ասաց ու գնաց, նեղվում էր պարույրի ներկայությունից, իրենց բների մեջ անհանգիստ շարժվող նրա աչքերից։ Շատ հարց ու փորձ արին, ոչ ոք չկարողացավ պնդել, թե նոյեմբերի 7-ին Սարից հեղեղ չի եղել։ Դե ինչ իմանային, երբ հեղեղատը գյուղից հեռու էր, ամայի դաշտում, իսկ հեղեղը գալիս անհետանում էր ընդամենը մի քանի րոպեում։ Ապա Արարատյան դաշտի տոթը այնպես արագ էր չորացնում թացունը, որ քիչ հետո անցորդը չէր էլ կարող ենթադրել, որ քիչ առաջ մի ամբողջ գետ է անցել այդ վայրով։ Նորից պղտորվել էր որսորդ Արամի հոգին, վերքը նորից էր բացվել։ Տարակուսանքների մեջ էր նա ու լսածի մասին դեռ կարգին չէր մտածել ու իր անելիքը դեռ չէր որոշել, երբ մի նամակ ստացավ Միրուք Ասատուրից։ Հուզմունքից դողացող ձեռքերով բացեց ծրարը։ Դե Ասատուր պապը բացի իր կորուստից ուրիշ ինչի մասին պիտի գրեր, եւ կարդաց հետեւյալ տողերը. Բարևներս Սևանա աշխարհի լճավան գյուղից իմ բարեկամ Արամին, կորած երեխաների հարազատներին եւ Այգեձոր գյուղի մեծին ու փոքրին։ Նմանապես իմ հարգանքը ձեր օջախին եւ թող առատ լինի ձեր հացը, որ ես կտրել եմ։ Իմ բարեկամ Արամ, երկինքը վկա, քուն ու դադար չունեմ այն օրից, երբ ձեզ թաց աչքերով թողեցի ու վերադարձա մեր գյուղը։ Այդ օրից շատ գիշերներ լուսացրեցի ես ու շատ մտածեցի կորած երեխեքի մասին։ Վերջը, երբ մեր Գրիգորի մերը Գագիկի հորից Արշակից մանրամասն նամակ ստացավ, թե ոնց են երեխեքը ընկել հեղեղի բերանը, սիրտներս մղկտաց ու մտածեցի, թե ինչ իմանաս աշխարհի բանը, գուցե նրանց ճակատին էլ է գրած։ Բայց Արամ ջան, երեկվանից մի միտք գլուխս է մտել ու ինձ հանգիստ չի տալիս։ Գիշերս սառը գլխով մանրամասը քննել եմ երեխանց խեղդվելու հանգամանքը ու որոշել եմ, որ նրանք չէին կարող խեղդվել։ Ասա ոնց։ Առաջինը, որ 5 երեխեն էլ միասին չէին կարող հավասար կերպով խոր քուն մտնել, այնքան խոր, որ ոչ մեկը չիմանար հեղեղի մոտենալը։ Այդ բանին ես չեմ հավատում։ Իմացեք, որ մարդ հանդում միշտ օյաղ է քնում։ Այդպես է մարդը, առանց հասկանալու թաքուն ահ ունի գազանից, բնությունից, պատահարից, հո իրեն տանը չի, որ հանգիստ լինի։ Հեղեղը գալիս, կամ կարթնանար մի կողմ կփախչեր, կամ ընկերներին հարայ կտար, իմաց կտար, այդ մեկ։ Երկրորդը, արագ գնացող ջուրը խեղդվածին իր մեջ չի պահում, դուրս է գցում։ Երրորդը, այդ ոնց հեղեղը բոլորին էլ տարավ, որ ոչ մեկը մի թփի, մի քարի դեմ չառավ չմնաց։ Չորրորդը, հեղեղը չէր կարող այն քուրդ երեխի հակից աբան հանել, հասկացաք, եւ ամենից կարևորը, շունը չէր խեղդվի։ Իմացեք, որ երբ Տերը հանդում քնում է, նրա կողքին պառկած շունը չի քնի, ինչ էլ որ լինի։ Իմացեք, որ շունը քնած կձևանա, բայց աչքերը խուբ նա տեսնում է, ականջները փակ լսում։ Եթե քնի էլ, շունը հեռվից զգամ է վտանգի մոտենալը, քանի որ նրա համար Տիրոջ կյանքին ծառայելուց թանկ բան չկա աշխարհում։ Ուրեմն
Հեղեղը մոտենալիս շունը պետք է վեր թռչեր, հաչեր, իմաստ տար ու ինքն էլ մի կողմ փախչեր։ Հեղեղի մեջ էլ ընկներ, սա լողալով կազատվեր, որովհետև սարից եկող ջրի թափը կոտրվում է դաշտում։ Հասկացա՞ր, Արամ ջան, եւ քանի որ դու էլ ինձ նման բնության գործերին ծանոթ մարդ ես, ուրեմն ես հանգիստ եմ, որ իմ խոսքը տեղ հասավ։ Եվ եթե ինձ լսեք, երեխաներին կփնտրեք հեղեղի հուննի վերև գնացեք, տեսեք որևէ նշան թողել է հեղեղը վերևում։ Եթե երեխաներից մի նշան գտնեք վերևում, ուրեմն պետք է գնաք Հովազաձոր, քանի որ ջուրը էնտեղից է գալիս, նշանն էլ էնտեղից բերած կլինի։ Ահա, Արամ ջան, իմ բարի խորհուրդը ձեզ, եւ թող երկնքի աչքը քաղցր լինի ձեզ վրա, եւ թող ամեն մարդ իր կորուստը գտնի։ Մնամ ձեր բարին կամեցող, որսորդ Ասատուր, 1953 թվականի դեկտեմբերի 17-ին Սևանալը Ջավան գյուղ, պապի թելադրանքով գրեց իր թոռ կամոն։ Միրուք Ասատուրի նամակը իմաստ տվեց պարույրի տարածած լուրերին։ Այդ նամակը կարծես եռացրած ջուր լցրեց որսորդ Արամի երակները։ Թմրած ուղեղը արթնացավ, սկսեց գործել դինամոյի նման, թուլացած սիրտը թունդ առավ, հոգին տեղահան եղավ։ Մինչ այդ նա իր վիշտը մոխիրների տակ անթեղած լուռումունջ սկսել էր հաշտվել իր որդու կորուստի հետ։ Միրուք Ասատուրի նամակը եկավ, քանդեց այդ անթեղը, նրա խորքից դուրս հանեց շեք կրակը, որ արագ բորբոքվեց ու հրդեհեց նրա ներսը։ Իր նոր հույսերից այլայլված դուրս եկավ տանից, շտապեց իր ընկերոջ մոտ։ Արշակ, երեխանքցը մենք գլխավոր ճամփից ներքև ենք փնտրել, հո վերևը մանեկող չի եղել, հարցրեց նա։ Չէ, վերևն ինչ ման գային, քանի որ արդեն պարզ էր, ընկճված պատասխանեց ընկերը։ Պարզ է, բայց ված չի լինի, որ գնանք վերևն էլ ման գանք։ Քանի որ ոչ մեկի մարմինը չի գտնվել, մենք կարող ենք հույս ունենալ։ Ձեռքը թափտվեց Արշակը, որ կենդանի լինեին հիմի մի տեղից ձենները կգար, իսկի չլիներ նամակ կգրեին։ Չէ, զուր է, շորները հո գտել ենք հեղեղի մեջ։ Շորը, հեղեղը ոնց մարդու շորը կհանի հակից, կրկնեց նա Միրուք Ասատուրի խոսքը։ Գնանք, քեզ ասում եմ, դու ինձ լսիր։ Նրանք հեծան ձիերը եւ քշեցին դեպի հեղեղատը։ Տեղ հասան, ձիերը կապեցին մի անապատային թփի եւ ցամաք հունը մտնելով սկսեցին զննել քարերը, ջրի ծալած թփերը, տիղմը։ Այս անգամ հեղեղատով նրանք դեպի վեր էին գնում, դեպի լեռան ստորոտը, ուր հեռվից շեկին էին տալիս Հովազաձորի ժայռերը։ Ճանապարհին այստեղ-այնտեղ դեմ առած փայտերին էին հանդիպում, որ իր ժամանակին ինչ որ տեղից բերել էր ջուրը, վերցնում զննում էին ու դեն նետում։ Սա ինչ բան է, Արամ, այս հեղեղը հո անտառի միջով չի գալիս, ինչ փայտեր են սրանք, ախր առաջ հեղեղից հետո մենք էստեղ փայտ չենք տեսել։ Ու կասկածները պատում էին Արամի հոգին, ու գնում էր նա դեպի վեր, մեռյալ հեղեղատում կյանքի նշաններ փնտրելով։ Ահա, վերջապես գտավ իր փնտրածը, ալեկոծվեց, կերպարանափոխվեց։ Դա Եղևնու մի ճյուղ էր, որ ջուրը թողել էր իր ափին։ Հովազաձորում են եղել մեր երեխեքը, գոչեց Արամը, ջուղը թափահարելով։ Ինչից գիտես։ Դանակով է կտրած, սա Հասոյի դանակի տեղը կլինի, մեր երեխեքը դանակ չունեն։ Ձեռքը հուսահատ թափտվեց Արշակը, ինչ ես կորցրել, ինչ ես ման գալիս։ Բայց Արամը, որ կոփված էր որսորդության հետ կապված արկածներում դժվարությունների մեջ, այդպես շուտ հուսահատվող մարդ չէր։ Նա շարունակում էր փնտրել հոգու խորքում թաքուն մի հույս փայփայելով։ Նա հավատում էր պատահականությանը, որովհետև որսորդության մեջ պատահականությունները շատ մեծ դեր ունեն։ Այսպես հոգնած ու դադրած, որսից հույսդ բոլորովին կտրած տուն ես վերադառնում եւ հանկարծ կես ճամփին, գյուղին բոլորովին մոտիկ պատահաբար մի կենդանի է ընկնում հրացանիդ բերանը։ Նա նույնիսկ բախտին էր հավատում, բայց ոչ կուրորեն, սնոտիապաշտ մարդկանց նման։ Անսպասելի գյուտը իրեն հանդիպած անսպասելի որսը նա բախտ էր անվանում։ Որսը բախտի բան է, թե որ բախտս բանեց, որսից դատարկ չեմ գա։ Այս անգամ Սիրան, քո բախտից եմ որսի գնում։ Բախտը նրան կյանքում եւ հանդերում այնքան հաճախ էր ժպտացել, այնպես էր հանել հուսահատ վիճակից, որ Արամը իր որդուն փնտրելիս չէր կարող հույսը բոլորովին մարած որոնել։ Էլի լավ չես հասկացել, Արշակ, ախր մենակ դանակը չի, այս ճյուղը Հովազաձորից է եկել։ Ինչից գիտես, թերահավատությամբ հարցնում էր Արշակը։
Հենց թիկունքիդ լենքին ես զոր տվել, հանդիմանեց ընկերը, բայց հեղեղի ուղղությամբ էլ որտեղ եղևնի կա։ Արշակը հեղեղատնի վեր նայեց, վերևում հովազաձորի ժայռերը հուրհրատին էին տալիս մայր մտնող արեգակի վերջին շողերից և նմանվում էին հարկ առ հարկ դեպի երկինք խոյացող անձեռակերտ պալատների, շրջապատված նրանց պաշտպանող աշտարակներով ու բուրգերով։ Եվ ահա այդ կարմիր բուրգերին այստեղ-այնտեղ կանաչ բոցերի նման վառվում էին հատուկեն եղևնիները։ «Հա, ասենք թե էս ճյուղը հովազաձորից է եկել, վերջը», հարցրեց Արշակը։ «Ուրեմն էս գիրքն էլ է հովազաձորից եկել, հասոյի աբան էլ»։ Մեկ չի, դաշտում են խեղդվել, թե սարում, ծանր վշտով պատասխանեց Արշակը։ Ետ գնանք, մտնում է։ Չէ, պիտի գնանք հովազաձոր, տեղում նայենք, ով գիտի, աշխարհում էնքան պատահական բաներ են լինում, հրաշքի նման բաներ։ Արամի գլխում մի միտք ծագեց և դրանից լուսավորվեց նրա թուխ, առնական դեմքը։ Բա որ կենդանի լինեն, բա որ իրենց գիրքը, շորերը հեղեղի հետ ուղարկած լինեն, որ մեզ իմաց տան իրենց տեղը։ Ախ, որսորդի բախտ, ուր ես։ Այնպես թառանչ քաշեց այդ մարդը, որ թվում էր ախի հետ հոգին էլ դուրս թռավ։ Դե որսորդները ցնորամիտ են լինում, Արշակը ինչպես հավատար իր ընկերոջ ենթադրություններին։ Սրանց մասին ասում են փչող են, թեև ես Արամից էդ բանը չեմ նկատել, անցավ Արշակի մտքով։ Ով գիտի, ինչքան չլինի մի մաս քաշած կլինի, շարունակեց կասկածել նա։ Հը, ինչ ես մտածում, գնանք, շտապեցնում էր Արամը։ Լավ, որ ստիպում ես, գնանք։ Նրանք հասան ժայռի տակ և կանգ առան։ Հովազաձորի ներքին պռնկին ահռելի բարձրությունից գահավիժել էր հեղեղը, ներքևում փշրել մանրացել քարերը, փոս էր փորել, դրա մեջ պտույտներ գործել ու դուրս վազելով շտապել դեպի Արարատյան դաշտ։ Ահա այդ փոսում ջրապտույտի հետ պտտվել և ափ է նետվել մի հատիկ կանացի կոշիկ։ Տեսա՞ր, Արշակ, որ ասում եմ հովազաձորում են եղել, էդ միրուք ասատուրը իմաստուն է, իմաստուն, ալեկոծվեց Արամը կոշիկը ձեռքին զննելով։ Աշխենի աղջկա կոշիկն է, խեղճ երեխա։ Չէ, Արշակ, մեր երեխեքը կորան։ Փուչ դուրս եկավ իմ ենթադրությունը։ Մեզ իմաց տալու համար թղթեր կթափեին ջրի մեջ, հո կոշիկ չէին գցի, իրենք ձնի մեջ բոբիկ ման գան։ Արամը նորից հուսահատ նստեց քարին, նրա սիրտը կարծես սեղմում էին այնպիսի ուժով, որ թվում էր հիմա կպայթի։ Գնաց կորավ իր թառլան տղան, իր ամենից սիրած երեխան, որին հենց փոքրուց որսորդ էր պատրաստում։ Դասիրակում էր նա կրսեր որդուն իր հասկացածի պես, որ նա վախ չունենա հովազի նման, լուսանի ճարպկություն ունենա և առողջի սիրտ։ Մեծ ապագա էր տեսնում Արամն իր շիտակ երեխայի առաջ։ Ղեկավար կդառնա, ազնիվ ղեկավար, միշտ մտքում ասում էր Արամը, և այդ մտքից փառավորվում էր նրա հայրական հոգին։ Գնանք, սթափվեց նա իր մտքերից և վեր կացավ։ Արշակ, դու գնա ձիերը տար գյուղ, իսկ դու։ Ես մի վերև բարձրանամ, էլի ետ գամ։ Բարձրանալու տեղ չկա, գնանք, առավոտը ետ կգանք։ Չէ, գիշերը լուսնյակ է լինելու, ոչինչ։ Պտտելու եմ, քարափների թիկունքն անց կենամ, վերջը տեսնենք էլի, կամ ինչ անեմ, տանը սիրտս նեղվում է, էն երեխի պատից կախված շորերին չեմ կարողանում մտիկ անեմ։ Գնա։ Ու տեսնելով, որ ընկերը պատատանվում է, բարկացավ։ Այ տղա, հո ինձ երեխի տեղ չես դրել, թե առաջին անգամ եմ գիշերով սար բարձրանում։ Արշակը հեղեղատով քայլեց դաշտում սպասող ձիերի կողմը, իսկ Արամը ժայռերի տակով թեքվեց դեպի աջ և լանջերով գնաց դեպի ֆերման, այն կողմից բարձրանալու իր ցանկացած տեղը։ Այդպիսով լեռը կիսով չափ նա պտույտ պիտի տար, ուստի կեսգիշերին միայն դուրս եկավ այն լանջը, որտեղից քարայծների խումբը գլխակավոր Նոխազի առաջնորդությամբ Արարատյան դաշտի աղուտներն էին իջել։ Սիրտը լի հույսերով ու կասկածներով նա բարձրանում էր հովազաձորը արևելքից պատնեշող ժայռերի գլուխը։ Հեյ գիտի բախտ, հեյ գիտի որսկան ասատուր, ենթադրությունը ճիշտ դուրս գար էլի, էլ բան չեմ ուզում աշխարից, մտածում էր Արամը ու իր մտքերից եփելով հևիհև բարձրանում շեկ ժայռերն ի վեր։ Վերջապես քրտինքի մեջ կորած դուրս եկավ մեծ ծանոթ դիվային կածանի ծայրը, նստեց ժայռի սեպ կատարին ու նայեց իր դիմաց խորացող հովազաձորին։ Աշնան վերջին գիշերն էր։ Կեսգիշերից հետո դեկտեմբերի 23-ին մեր մոլորակի հյուսիսային կեսը մտնելու էր ձմռան շրջանը։ Արդեն մաշվող լուսինը նոր էր բարձրանում գունատ երկնակամարում։
Նա իր դժգույն լույսով ողողել էր ձորի մյուս ափի ժայռերը, որոնք նայում էին արևելք։ Իսկ այն ժայռերը, որոնց լանջով ձորն էին իջել մեր պատանիները, երեսով դեպի արևմուտք էին, ուստի և դեռ խավար էր տիրում այնտեղ։ Ներքևում անդունդն էր իր սև երախը բացել, իսկ բուն հովազաձորի մի մասը լուսավորված էր, մյուսը դեռ ստվերում։ Ականջը բնության ձայներին, աչքը դիմացի ժայռերին, Արամը այնպես էր լարվել, որ քունքերում զգում էր իր արյան զարկերը։ Լուսինը դանդաղ բարձրանում էր և լույսի շերտը կամաց-կամաց իջնում էր հովազաձորի լանջերով դեպի բուն ձորը։ Ահա նա հասավ խաղողի այգուն։ Այդ այգին Արամին լավ հայտնի էր։ Ստվերից դուրս եկավ միայն մեկ ուռենի։ Ախր երկուսն էին, բա մեկը ով է կտրել։ Նրա մոտ ճերմակին էր տալիս մի մերկ ծառ, մինչև ճյուղերի ծայրը կեղվահան արած թեղին։ Այո, ստվերի աղջամուղջի մեջ այդ ծառը կանգնած էր ճերմակ ճյուղերը տարածած։ Ինչ բան է սա, զարմացած մտածում էր Ամրամը։ Թեղին թուխ է լինում, ինչու է սպիտակ, ով է տկլորացրել այդ ծառը։ Այդ մտքից Արամն ալեկոծվեց, բայց դեռ ձայն չէր տալիս, սիրտ չէր անում։ Նա նման էր այն մարդուն, որը նեղ հուն, բայց սրընթաց գետի ափին կանգնած տատանվում է, ցատկել մյուս ափ, թե ոչ։ Պիտի գոչեր, ձայն տար ժայռի գլխից, դրա համար էր ողջ գիշերը հևիհև լեռը բարձացել, բայց ուշացնում էր, սիրտ չէր անում։ Իսկ եթե միայն ժայռերն արձագանքեն իր կանչին, չէր ցանկանում, որ կործանվի իր վերջին հույսը։ Սպասեց մի քիչ էլ։ Վերևից փռշտոցի նման ձայն լսվեց և մի ուրվական վազքով անցավ ժայռի հետևը։ Վայրի խոյի ձայն էր, ընկերուհուն է զգուշացնում։ Ահա նա, քարի պատվանդանին կանգնած, ոլոր եղջյուրները երկնքի ֆոնին գծագրված։ Թե մի լույս կլինի։ Արամը որսորդի բնազդով մեկնեց հրացանը, նշան բռնեց ու ետ քաշելով սիրտը կոտրած կրկնեց իր ընկեր Արշակի խոսքը. ինչ եմ կորցրել, ինչ եմ ման գալիս։ Իր ցեղի սովորության համաձայն վայրի խոյը 1-2 րոպեի չափ լարված դիտեց մարդուն և պատվանդանից ցած ցատկելով բարձր ու աղեղնաձև թռիչքներով անհետացավ։ Դե, քեզ տեսնեմ որսորդի բախտ, շշնջաց Արամը, բնազդորեն հայացքը դեպի երկինքը բարձրացրեց, ինչպես դա անում են բնության մեջ ապրած մարդիկ, և վեր կենալով ուզեց ձայն տալ, բայց դուրս չեկավ։ Շատ էր հուզված, սիրտը խփում էր ուժգին, շունչը բռնվում էր։ Կարծես այդ ձայնը և նրան հաջորդող վայրկյանները պիտի վճռեին ի լինել-չլինելու հարցը։ Ահ, այդ ճակատագրական վայրկյանները։ Լուռ մնաց։ Մի փոքր խաղաղվեց, մաքրեց կոկորտ ու սառն օդով լցնելով իր առողջ լայն թոքերը, ինչքան ուժ ուներ, կանչեց. Աշոտ, Աշոտ։ Ձայնը դմդմբալով գնաց ձորը և արձագանքեց ժայռերում։ Ամբողջովին լսողություն դարձած, գլուխը ձորի վրա թեքած, նա քարացել էր տեղում և չէր շնչում։ Վայրկյաններն անցնում էին արջճի ծանրությամբ։ Թվաց, թե մի ամբողջ հավիտենականություն ապրեց Արամը, նորից կանչեց և նորից մնաց անպատասխան։ Եվ երբ փշրված սրտով բացեց բերանը, որ մեկ էլ կանչի ու հուսահատ փլվի քարին, հանկարծ մթում շողաց որսորդի բախտը։ Դիմացի ժայռից մի մարդկային բարակ ձայն լսվեց. «Հե՜յ»։ Ապա նույն ձայնը տագնապահար սկսեց կանչել. «Վեր կացեք, Աշոտ, Գագիկ, վեր կացեք, մեզ են կանչում»։ Այնպես պարզ էր լսվում այդ ձայնը գիշերային խաղաղ օդի միջից, որ նրա սուր ականջին էին հասնում նույնիսկ արթնացող տղաների քրթմնջոցը։ «Ինչ է, Հասո, ինչ ես ձենդ գլուխդ գցել»։ Լսեց որսորդ Արամն այդ ձայները։ Լսեց իր որդու անունը, որին սիրում էր իր կյանքից ավելի։ Թուլացած նստեց քարին ու ժայռի նման այդ մարդը սկսեց էկեկալ։ Ջերմ արցունքները գլորվում էին նրա քամահրած այտերով։ Սիրտը դատարկվում էր շաբաթներ շարունակ իրեն ճնշող բեռից ու թեթևանում։ Դիմացի ժայռից խառնիխուռն ձայներ էին տալիս. Այստեղ ենք, հասեք, փրկեք, ո՞վ ես, ո՞վ ես։ Իսկ մի աղջիկ լալիս էր բարձրաձայն, լալիս էր անշուշտ անակնկալ բերկրանքից, ինչպես հիմա Արամն է քարին նստած լալիս, հասակն առած, դժվարություններում կոփված այդ տղամարդը։ Նրա կոկորդը սեղմվել էր։ Ուզում էր ձայն տա, պատասխանի, չէր կարողանում։ Ձայնը դավաճանում էր իրեն։ Այն ժամանակ ժայռերում ձայները դադարեցին,
բոլորը քարացան, լսողություն դարձան ու հետո խաղաղ օդում լսեց որդու ծանոթ ձայնը. Հասո, ականջդ ձեն է տալիս, ներս գնացեք կսարչենք։ Մատաղ արևին։ Տղա է, տղա, սրտին մատաղ, աչքերին մատաղ։ Լալով մրմնջաց հայրն ու հրացանը դեպի ձորը մեկնեց, թող իմ տեղը ախպերս ձեն տա, և իրար հետևից բաց թողեց երկու փողի լիցքն էլ։ Դումբ, դումբ, երկու բոց ժայթքեց պողպատե խողովակներից և թնդյունների հետ թունդ առավ որսորդի հոգին։ Ջան, հայրիկս է, հայրիկ։ Աշոտին ծանոթ էր այդ կրակոցը։ Հեռու սարերում որսի ժամանակ, երբ կորցնում էին իրար, հայրը այդպես էր կանչում իրեն, զույգ կրակոցով։ Դա նրանց պայմանական նշան էր։ Արամ քեռի, լսվում էր Գագիկի դուրեկան տենորը։ Հայրիկ, հայրիկ։ Իսկ Շուշիկը շարունակում էր լաց լինել։ Գիշերը լեռներում իրար հասկանալու համար գոռալ հարկավոր չէ։ Գոռալով բան չի հասկացվում։ Պիտի խոսել նույնիսկ ոչ այնքան բարձր ձայնով, բայց պարզ, հատ-հատ։ Եթե խոսակիցների միջև ձոր է ընկած, իսկ մի լանջից մյուսը ուղիղ գծով մի քանի կիլոմետր տարածություն է, դարձյալ ձորը լցված խաղաղ օդը ամեն փոքր ձայնից ալեկոծվում է և ալիք մյուս ափը հասցնում դիմացի ձայնը։ Այդ բանը լավ գիտեր Արամը և իր սրտին խոսք հասկացնելով համոզելով, որ հանգստանա, սկսեց սովորական տոնով խոսել, ինչպես կխոսեր իրենց բակում։ Երեխեք ջան, բոլորդ էլ կենդանի եք։ Կենդանի ենք, գոռաց Աշոտը։ Ինձ նման կամաց խոսիր, առողջ եք, հո հիվանդ չեք։ Լավ ենք, քեռի Արամ, միայն Սարգիսն է մի քիչ վատ, մեկ էլ բոյնախը չարդ տարավ։ Իսկական ամառանոցում ենք, քեռի Արամ, օդը մաքուր, հով։ Արան անպես քահ-քահ խնդաց, որ ժայռերը դմդմբացին։ Այ տղա, էլի այն մասխարան ես, ոնց եք ապրել։ Արջերի հետ կող բռնելով, հովազներին տիկ հանելով մի կերպ ապրել ենք էլի քեռի Արամ, շարունակում էր կատակել Գագիկը։ Ճգնավորի պես, լսվեց Շուշիկի բարձր ձայնը և հետո էլ ծիծաղը։ Չես երևում, հայրիկ, մի լույսը դուրս արի։ Արամը ստվերից ետևից գնաց, բարձրացավ մի քարի և այն ժամանակ մեր պատանիները երկնքի ֆոնի վրա գծագրված մի հսկա մարդ տեսան, հրացանը ձեռքին։ Այդ երբ ես այդքան բոյ քաշել, քեռի Արամ, հարցնում էր Գագիկը զարմացած։ Կատակում էր նա, տեսել էր նույն քարին կանգնած արծիվը, որ երկնքի ֆոնին մի մարդու չափ էր երևում, դե մարդն ինչքան կերևա։ Այդպես նրանք երկար զրույց էին անում և հետզհետե խաղաղվում հոգեպես։ Քույրերս, մայրիկս ինչպես են, Արամ քեռի, հարցրեց Շուշիկը։ Մերը թիմի կոշիկի թայի վրա լաց է լինում, կոշիկը թեղեղատում ենք գտել, աղջի դրանց գրքերն էլ, Հասոյի աբան էլ ենք գտե։ Պատանիները հայրի շեմքին աղջամուղջի մեջ խառնված լսում էին այդ լուրը, աղմկում, ուրախանում, պար գալիս։ Հասոն չհամբերեց ու գոչեց. Արամ ափո, թուխիկին գտել ենք, թուխիկին։ Թուխիկը ո՞րն է այ տղա։ Դե լավ, ես հիմա կիջնեմ։ Այդպիսի բան չանես, հայրիկ, գնա գյուղ, էգուց կգաք, անհանգստացավ Աշոտը։ Մոտդ եմ գալիս, այ Ասլան բալա, ես գյուղում ինչ գործ ունեմ։ Կածանը սառած է, չգաս, տագնապահար կանչեց Աշոտը։ Ետ գնա, մորս մի տեղեկություն տար, գնա հանգստացրու պարույր քեռուն, Արշակ քեռուն, Աշխեն մոքիրին, Հասոյի հորը, ետ գնա։ Հա, էդ էլ ես լավ ասում, գնամ ուրախացնեմ, համոզվեց Արամը և ինքն իրեն ավելացրեց. Էդ որ օրվանից է ավազակ պարույրը դրա քեռին դառել։ Դե, երեխեք ջան, բարի գիշեր, ես գնացի։ Ու Արամը շուռ եկավ և քայլեց դեպի գյուղ։ Նա այդպես թեթև էր քայլում, կարծես ոտքերը գետնին չէին առնում, կարծես լողում էր ամպերի միջով։ Լուսինը կաթնագույն լույսով ողողել էր Արաքսի հովիտը, ծեր Մասիսի փառահեղ դեմքը, դիմացի լեռնաշարքը, ձախ դեպի ֆերման գնացող ձորը, ամեն քար ու թուփ և այնպես խաղաղ էր շուրջը, այնպես վսեմ ու խորհրդավոր, կարծես տիեզերքը լցված էր խնդուն մի երգով, որ փառաբանում էր այս չքնաղ աշխարհը, խնդություններով լի այս կյանքը։ Թե երջանիկ հոր սրտի մեջ էր այդ երգը։ Քայլում էր որսորդ Արամը թեթև, թեթև։
Երբեմն կանգ էր առնում, բարձունքից նայում աշխարհին հպարտ, վսեմ և այնպես ուժեղ էր զգում իրեն իր երջանկության մեջ, որ նրան թվում էր ոչ մի ուժ աշխարհում իրեն հաղթել չի կարող։ Այդպես է զգում բախտավոր մարդը բարձունքից աշխարհին նայելիս։ Նա կանգ առավ գյուղի թիկունքի բլրի գագաթին։ Այդտեղ վերջանում էին դաշտն իջնող լեռները, բլրի ստորոտից սկսվում էր տափարակը։ Վերջանում էր և լեռներից ցած եկող ձորը, որի ներքին բռնկին հայրենի գյուղն էր, մուշ-մուշ քնած։ Լանջերը բաց էին, իսկ ձորը ծածկված էր ձյունով, այգիները ճերմակ վերմակի տակ էին։ Գյուղում միշտ արթուն ճրագներ էին վառվում։ Նստել էր Արամը մի քարի ու ցած էր նայում։ Խաղաղվել էր նրա հոգին, ինչպես ծովը փոթորկից հետո, և այնպիսի հոգնածություն էր զգում, ինչպես դա լինում է մեծ ապրումներից հետո։ Հիմի պառավս աչքը ճամփին ինձ է սպասում, հիմի էլի լաց է լինում առանց արդյունքի, կաց մի ուրախացնեմ։ Եվ ոտքի կանգնելով ինչքան ուժ ուներ ձայն տվեց. Այ գեձորցիկ, երեխեքին գտել եմ, վեր կացեք, երեխեքին գտել եմ, վեր կացեք։ Ապա հրացանը մեկնեց դեպի երկինք։ Նրա զույգ փողերից բաց թողեց հայտնի ազդանշանը և զույգ որոտներով ավետեց բերկրալի լուրը։ Այգեձոր գյուղին։ Այ գյուղացիք, վեր կացեք, երեխեքին գտել եմ, վեր կացեք։ Այգեձորի քնաթաթաղ բնակիչները լսում էին բլրից եկող ձայնը։ Լույսեր էին վառվում տներում, դռներ էին ճռնչում և կիսահագնված մարդիկ իրար ձայն էին տալիս։ Արամն է, երեխեքը գտնվել են, վեր կացեք, գնանք։ Դեռ լույսը չէր բացվել, երբ Հովազաձորի բնական պարիսպները լցվեցին մարդկանցով։ Վառել էին փայտերի ծայրերի նավթոտ փաթաթանները, և նրանց լույսի տակ մարդկանց շարժումները ֆանտաստիկ ձևերով ընկնում էին ժայռերին, ստվերները մեծանում էին, բազմապատկվում, և թվում էր միջնադարն է, ու Հովազաձորի բնական բերդը պաշարված է երկիրը ներխուժած զորքերով։ Մեր պատանիները այրի առաջ խարույկ էին վառել ու բոլորեր նրա շուրջը վերջին խարույկը։ Նայում էին նրանք ապառաժե աշտարակներին ժխորող մարդկանց, նայում էին Հովազաձորը լուսավորվող վիթխարի ջահերին և լսում էին իրենց մայրերի սրտամորմոք կանչերը. Բալեք ջան, ձեր արևին մատաղ, այ ազիզ բալիկներ։ Վերջաբան։ Տոթ է Արարատյան դաշտում, այնպես տոթ, որ օդը թանձրացել է մառախուղի նման։ Շնչավորների ծով թև ունի, թռել գնացել է հով երկրներ։ Օձերն անգամ շոգից նեղվելով ամառանոց են գնացել։ Եվ ահա այդ անտանելի շոգին, երբ երկնքում մի կտոր ամպ չկա, մեկ էլ տեսար դաշտը եզերող պղնձագույն ժայռերից հեղեղ թափվեց ցած և գոռում-գոչյունով գնաց բխտորեց Արաքսի զուլալ ջրերը։ Ինչ հեղեղ էր դա, որտեղից էր գալիս։ Դարեր շարունակ մարդիկ գլուխ էին ջարդում այդ առեղծվածի վրա։ Եվ դարեր շարունակ մարդկանց ահի մեջ պահող և նրանց միտքը զբաղեցնող այդ առեղծվածն այնպես էլ անլուծելի կմնար, եթե աշնան մի օր Այգեձորից մի խումբ պիոներներ չուղևորվեին դեպի անասնապահական ֆերմա իրենց ենթաշեֆ հորթերին խնամելու և ապա պատահմունքով գերի չմնային Հովազաձորում։ Այդ ահավոր ձորից նրանք դուրս եկան նիհարած, քամուց ու արևից բրոնզագույն դեմքով և պատառոտված հագուստներով։ Բայց մարմնով կոփված էին և հոգով կորովի։ Ձմռան դաժան տարերքը շրջապատեց նրանց սառնամանիքով, քաղցով, զրկանքներով և սպառնում էր ոչնչացնել, բայց մեր պիոներները չոչնչացան և նույնիսկ չընկճվեցին։ Նրանք հաղթող դուրս եկան Հովազաձորից, հաղթող բնության դեմ մղած իրենց դժվարին կռվում։ Անցել են այն ծանր օրերը, անցել են և սպառնամանիք, և բուկ։ Նորից գարուն է Արարատյան դաշտում, նորից պղտորվել, հորդացել են Արաքսի ջրերը։ Հովազաձորից ներքև հովտի խոպան մասում, ուր մարդիկ միշտ ուխտափուշ են տեսել ու տափաստանային օշինդր, պողպատե երիվարներ են արշավում, հռնդոցով և ձուղ արձակելով։ Դրանք պատռում են անապատի ընդերքը, վեր հանում արևից խանձված շագանակագույն հողը և բարդ-բարդում իրար կողքի օվկիանոսի ծառացած ալիքների նման։ Դրանց հետևից ընթանում են այլ մեքենաներ, որոնք խրամատներ են փորում հերկերի մեջ, իրար զուգահեռ խոր խրամատներ։ Այգեգոծ արշակը կողովից հանում է վայրի որդատունկի կտրոնները,
Խրձիկներով հանձնում է դպրոցականներին և պատվիրում. «Դե, երեխեք ջան, շնորհքով տնկեցեք, էնպես որ բոլորն էլ կպչեն»։ Եվ նրանք տնկում են խրամատների մեջ հովազաձորից բերված կտրոնները, տնկում են հույսով ու բերկրանքով։ Նախագահ Հարութն այլևս չկա, հիմա ուրիշ մարդիկ են ղեկավարում Այգեձորը, և նրանց նախաձեռնությամբ էլ տնկվում է այս այգին, միակը Արարատյան դաշտի այգիների մեջ, որ ձմեռները մնալու է բաց և ոչ մի սառնամանիք չի ցրտահարելու նրան։ Իրականանում է վաղամեռ Սարոյենց Արտեմի իղձը, վերակենդանանում է նրա գցած երբեմնի այգին, որը շատ ավելի լայն է լինելու, շատ ավելի փարթամ և նրա տերը անզոր չի լինելու բնության դեմ, ինչպես Սարոյենց Արտեմը։ «Տնկիր հա տնկիր, իսկի չես ասում, թե երբ ենք ուտելու սրա տված խաղողը»։ Քրտնած ճակատը սրբելով ծիծաղը սև աչքերի մեջ Աշոտին դիմում էր իր ընկեր Գագիկը։ «Սապեր կտա այն ամառ, երբ մենք կավարտենք միջնակարգ դպրոցը և հասունության վկայականներ կստանանք», պատասխանում է պատանին, երազուն հայացքը Արաքսի շամբուտներին հառած։ Երևանի կողմից մի Վիլիս եկավ, ծռվեց ճանապարհից դեպի ձախ, գնաց ցամաք հեղեղատնի վեր։ Դրանից բրեզենտյա հագուստներով մարդիկ իջան, նայեցին դաշտում փռված աշխատող երեխաներին, և մեկը պիոներական թերթը բացելով հարցրեց. «Ովքեր են ձեր մեջ հովազաձորի գերիները, թող առաջ գան և մեզ ցույց տան Վայրի խաղողի այգին»։ Գիտությունների ակադեմիայից էին, եկել են փորձակայանի համար կտրոններ տանելու։ Նայում են նրանք անջրտի անապատին և գլուխներն օրորում. իսկապես, ինչ հույսով են այս մարդիկ այգի գցում այս անջուր ու պապակ վայրում։ «Քարայրից եկող հեղեղի հույսով», բացատրեցին նրանց։ Երկրաբաններ էլ են եկել Երևանից, հետազոտել են քարայրի խորքերը և բացել գաղտնիքը։ Նրանք պայթեցրել են ապառաժները և ստորերկրյա մի գաղտնի ավազան հայտնաբերել, որի մեջ մեկնված են ստորերկրյա ջրերը, սառն ու մռայլ։ Այդ գաղտնի ջրամբարի առաջ մի շարժվող քար կա։ Երբ լցվում է ավազանը, ջրի ճնշումից այդ քարը շուռ է գալիս, բացվում է ջրամբարի բերանը և հեղեղ է դուրս հորդում քարայրից։ Երբ ջուրն իջնում է և ճնշումը պակասում, քարը նորից իր նախկին դիրքն է ընդունում և փակում ավազանի բերանը։ Ահա ինչպիսի հասարակ պատճառ են ունեցել այն խորհրդավոր հեղեղները, որ գալիս էին նույնիսկ երաշտ տարվա պարզ օրերին։ Փրփրաբերան վիշապի նման մեջքներն ուրցրած, գոռում-գոչյունով գալիս անց էին կենում նրանք Արարատյան դաշտով և Այգեձորի հին սերունդներին բերում էին ահ ու մտահոգություն։ Չկա այլևս այդ հրաշք հեղեղը և ոչ էլ մարդիկ ահով սպասում են նրան։ Հիմա ավազանը բանդել են ցեմենտյա պատվարով։ Աշնանից մինչև գարնան վերջը ջուրը հավաքվում, ուռչում է ստորերկրյա լճակում, և երբ ծարավում են մատղաշ որդատունկերը իրենց խրամատներում, որսորդ Արամը դիվային կածանով հովազաձոր է մտնում, հրացանը դեմ է անում այդ այրի պատին և շլյուզը բարձրացնում։ Հորդում է ջուրը քարայրից, գնում, ջրվեժ է կապում հովազաձորի ներքին ժայռերում ճերմակ փրփուրներով ջրվեժ, և դաշտ դուրս գալով վազում դեպի ջրի կարոտ որդատունկերը։ Նայում է Արամը գոչ-գոչող ջրերի հետևից, նայում է բերկրանքով ու շշնջում. «Իմ բալի տանջանքը ջուրը չանցավ, իմ ասլան բալի»։ Ապա շուռ է գալիս դեպի դարավանդները և նորից տեսնում այն մենավոր կենդանուն ջրերի հետևից զարմացած նայելիս։ Թուխիկի գառն է, մայրն ու հայրը վաղուց ֆերմայում են, իսկ ինքը դեռ վայրենի կյանք է վարում։ Ոչ Հասոյի հորդորները, ոչ Արամի հնարքները ոչինչ չօգնեցին ազատ բնության մեջ ծնված և ազատ մեծացած այդ արարածը չիջավ իր սիրած ժայռերից։ Մեղքը քո վիզը, արածիր, չաղացիր, աշնանը կգամ հրացանը ձեռքիս, էն ժամանակ էլ ինձ չմեղադրես։ Ինքն իրեն ասում է Արամը վայրի գառան հասցեն և շլյուզը իջեցնելով ճամփա ընկնում դեպի տուն։ Իսկ Հասոն։ Նա նորից հովի օգնական է ոչխարաբուծական ֆերմայում։ Հոտը փռում է ծաղկոտ լանջերին, ինքը նստում է հովազաձորի բարձր ժայռերին, նայում է այն վայրերին, որ երազի նման անցան տանջանքներով և ուրախություններով լի այն օրերը ու անմեկին թախծով է պատում նրա մատաղ հոգին։ Սարի գելն էլ մենակ չի լինի,
Շշնջալով կրկնում է նա քրդական առածը ու զգում է, թե որքան շատ է կարոտել իր նեղ օրերի ընկերներին։ Ապա պայուսակից հանում է դասագիրքն ու վանք առ վանք կարդում. «Ով աշխատի, նա կուտի»։ Սերտում է դասը, ժպտում ինքն իրեն։ «Էսօր ուրբաթ է, 2 օրից Շուշիկը կգա ֆերմա, էնպես պատասխանեմ դասս, որ զարմանա»։ Ու ջերմ զգացմունքը սրտումը գոտուց հանում է սրինգն ու նվագում. «Լո, լո, լո»։ Ապա քար է նետում չարաճճի այծերին, մետաքսե փուշիով փաթաթված իր քոլոզը հանում դնում է քարին և ձեռքը ականջին քրդական անուշ մեղեդիներ է երգում։ Նայում է Շուշիկը խրամատներում շարք առ շարք կանաչած ընձյուղներին, նայում է ջերմությամբ։ Ու երբ ծանոթ երգի դայլալը լեռներից հովիտն է իջնում, ձեռքով հով է անում աչքերին, տեսնում է հեռու ժայռերին արծվի նման թառած տղային ու դառնում է ընկերոջը. «Աշոտ, լսիր, Հասոն է երգում, մեր Հասոն»։ Վերջ։